Լավ է միասին համատեղ գործողություն Ջավախեթի Շիրակ էկոտարածաշրջանի պահպանության համար ծրագիրը, որը մեկնարկել էր ուղիղ 15 ամիս առաջ, արդեն տվել է իր արդյունքը։ Գրանցված ցուցանիշերի ու հաջողությունների մասին կլոր սեղանի շուրջ քննարկում էր կազմակերպվել Մեղվիկ հասարակական կազմակերպության կենտրոնում, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այսօր վերջի կլոր սեղանն է, վերջին անգամ հանդիպում ենք, սրանով չի ավարտվում ծրագիրը։ Մենք նորից շարունակելի ենք դարձնելու, քանի որ ունի իր շարունակությունը։ Մեղվիկ մանկապատանեկան հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին հյուրընկալվել էին Ջավախեթի համագործակցող կազմակերպությունների պատասխանատուները։ Կլոր սեղանի անցկացումն ուղղված էր ինչպես ծրագրի ձեռքբերումներին, այնպես էլ առաջիկայում նախատեսված անելիքների իրագործմանը։ Խնդիրները նույնն են եւ մենք փորձեցինք համատեղ ինչ-որ գործունեությամբ փորձենք մեկից մեկից փորձը փոխանակելով, մեկից մեկից հետ համագործակցելով ինչ-որ լուծումներ գտնենք եւ հիմնական շատ մեծ մեր ռեզուլտատ, արդյունքը որ ստացել ենք, այդ կակրած կարողացել ենք համագործակցել, կարողացել ենք իրար հետ ինչ-որ լուծումներ գտնել, մեր մեղվապահները իրար հետ դիալոգների մեջ ենք մտել։ Մեղվա ընտանիքների բազմացում երկու երկրների Հայաստան-Վրաստան սահմանամերձ համայնքների գյուղատնտեսության ոլորտում մեղվաբուծության խթանում, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների հոգսի թեթևացում։ Այս հիմնական բաղադրիչները ներառող ծրագիրն ըստ պատասխանատուների կլինի շարունակական։ Ծրագիրը տարիներ շարունակ կգործի, այսինքն այն ընտանիքները, ովքեր ստացել են մեղուներ եւ այդ մեղուները արդեն կունենան ձագեր, այդ մեղուները հետ կվերցվի եւ կտրամադրեն արդեն հաջորդ ընտանիքներին։ Այսպիսով տարիներ շարունակ ծրագիրը կգործի եւ կնպաստի Հայաստանում Շիրակի մարզում եւ Վրաստանի համապատասխան մարզում բնակվող ընտանիքների կենսունակության մակարդակի բարձրացմանը։ Նվերի փոխանցման տեսքով ենք տվել մեղվապետակները մեր շահառուներին եւ 3 տարի հետո նորից հետ ենք վերցնելու, որպեսզի հիմա էլ տանք մեկ այլ ընտանիքի, ով սրա կարիքը ունի։ Եվ այսպես ծրագիրը անընդհատ շարունակելի է դառնում։ Երկրորդ մեծ արդյունքն է, որ բացի մեզանից, ասենք ստաֆին եւ մենեջմենտից, սովորական մեղվապահները իրար հետ արդեն կոնտակտներ ունեն, արդեն կփոխանակեն ինֆորմացիան եւ մենք անպայման Մեղվիկի հետ այդ ինֆորմացիան Եվրոմիության ստանդարտներ եւ այլն կփոխանակենք մեկից մյուսից մեջ։ Ծրագրի հաջողված լինելը փաստում են ոչ միայն ծրագիրն իրականացնողներն, այլև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։ Վերջինս մինչ կլոր սեղանի կայանալը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին։ Գնահատականը մեկն էր, ամեն ինչ արվել է սրտացավ ու անթերի։ Հույս կունենամ, որ հետագայում շարունակություն կունենա այսօրվա ծրագրի ավարտն է, բայց շարունակություն կունենա մեկ այլ տարբերակով։ Առաջիկա տարիներին եւս նախատեսվում է շարունակել Լավ է միասին համատեղ գործողություն Ջավախեթի Շիրակ էկոտարածաշրջանի պահպանության համար ծրագիրը, բայց արդեն մեղրարտադրության ուղղությամբ։